Ողջույն բոլորին, մաթեմատիկական վերլուծության դասի 20-րդ դասախոսությունն է։ Այսօր կշարունակենք RM վեկտորական տարածության ուսումնասիրությունը։ Ուրեմն սկսել ենք անցյալ անգամ RM վեկտորական տարածությունը։ Ուրեմն արագ վերհիշենք, թե ինչ արեցինք անցյալ անգամ։ Ունենք RM տարածությունը, որը բաղկացած է M երկարությամբ վերջավոր հաջորդականություններից։ Այսինքն սովորական R3-ում օրինակ կլինի սովորական տարածությունը եռաչափ, որտեղ ներմուծել ենք բազիս ու վեկտորները վերլուծել ենք այդ բազիսում, ներկայացրել ենք այդ բազիսում։ Ուրեմն x1 xm, որտեղ x j-ն պատկանում է r-ին ցանկացած j-ի համար 1-ից n։ Ուրեմն ինչ կարելի անել վեկտորական տարածություններում։ Վեկտորական տարածությունում կարելի է վեկտորները գումարել եւ բազմապատկել սկալարով։ Ուրեմն վերհիշենք, որ եթե x-ին գումարում ենք y, ապա այս ստացվում է x1 գումարած y1 եւ այլն xm գումարած ym։ Եվ եթե բազմապատկում ենք ինչ-որ թվով, ապա բոլոր կոորդինատները բազմապատկվում են այդ նույն թվով։ Եթե ունենք երկու տարածություն RM եւ RN-ը, ապա կարող ենք նայել մեկից մյուս գնացող գծային արտապատկերումները։ Ուրեմն հիշենք, որ եթե ունենք ինչ-որ ֆունկցիա, որը գնում է RM-ից, որոշված է ամենուրեք, եւ արժեքները ընդունում է RN-ում, կասենք, որ սա գծային է։ Եթե տեղի ունի հետևյալը, ըստ սահմանման, ցանկացած x, y վեկտորների համար եւ ցանկացած c իրական թվի համար, եթե ես ուզում եմ հաշվել a-ն cx գումարած y-ի վրա, ապա կարող եմ հաշվել ax-ը բազմապատկել c-ով եւ գումարել ay-ը։ Այս դեպքում ստանում ենք գծային արտապատկերում։ Ու վերջի անգամ մենք տեսանք, որ գծային արտապատկերումները եւ n չափի մատրիցները գտնվում են փոխմիարժեք անպատասխանության մեջ։ Ուրեմն, սրանից հետո մենք կնայենք ստանդարտ հենքերը RM-ում եւ RN-ում, այսինքն EJ-ով կնշանակենք j-ն հավասար է 1-ից m ստանդարտ հենք RM-ում եւ նույնը RN-ում FE ին հավասար է 1-ից n, այսօր կլինի հենք RN-ում։ Ինչ նկատի ունեմ ստանդարտ ասելով նկատի ունեմ, որ բոլոր կոորդինատները 0 են, բացի j երրորդից, որը հավասար է 1-ի։ Սա j երրորդ կոորդինատն է, հավասար է 1-ի։ Ու նույնն էլ f-ի համար։ Երբ ֆիքսած են հենքերը, ցանկացած գծային արտապատկերմանը անպատասխանության մեջ կարող ենք դնել մատրից եւ հակառակը։ Ուրեմն ոնց ենք այդ անում, եթե ունենք գծային արտապատկերում, հիշեցնեմ, որ գծային արտապատկերումները մենք նշանակում ենք L, RM, RN-ով, ապա ոնց ենք կառուցում մեր մատրիցը, որը ես էլի կնշանակեմ նույն I-ով, պարզապես վերցնում ենք այս բոլոր վեկտորները E1, EN եւ կոորդինատները FE բազիսում գրում ենք որպես այս մատրիցի սյունյակներ։ Ուրեմն ինչ կստացվի A1, A2 եւ այլն, AEM։ Այս ստացվում է n անգամ m չափի մատրից։ Ուրեմն սահմանման այս ինչ է նշանակում, նշանակում է, որ A, J-ն հավասար է գումար, I-ն հավասար է 1-ից n, A, I, J, F-ի, ու մեր A մատրիցը հենց բաղկացած էր այս A, I, J տարերից։ In տողի համարն է, J սյունյակի համարը։ Ուրեմն, մի շարք տարրական հատկություններ կան այս ամեն ինչի մասին։
Եկեք սկսենք փոքր լեմից։ Լեմ։ Երկու մաս։ Եթե ունենք A և B գծային արտապատկերումները, ապա ես կարող եմ վերցնել սրանց գծային կոմբինացիան, այսինքն կարող եմ վերցնել C անգամ A գումարած B-ն, որը նույնպես կլինի տար RM-ից, RM-ից, այսինքն նույնպես կլինի գծային արտապատկերում, և համապատասխան մատրիցը, եկեք ժամանակավորապես մատրիցը շրջանակեմ A գծիկով, որ կարողանամ տարբերել գծային արտապատկերումները մատրիցներից, բայց շատ շուտով, քանի որ լրիվ ամեն ինչ նույնը կլինի համ մատրիցների, համ գծային արտապատկերումների համար, գծիկ այլևս չեմ դնի։ Ուրեմն CA գումարած B-ն հավասար է, պատկանում է էլի գծային ֆունկցիաների տարածությանը, ասում ենք նաև գծային օպերատորներ, եւ եթե ես ուզում եմ հաշվել այս նոր ստացված գծային օպերատորի մատրիցը, պարզապես պետք է վերցնեմ A-ին և B-ին համապատասխանող մատրիցները, վերցնեմ նույն գծային կոմբինացիան։ Եվ եթե ես ունեմ երկու, չէ, արդեն պետք է տարածությունները տարբեր լինեն, ունեմ գծային արտապատկերում RM-ից RN, և ունեմ գծային արտապատկերում RN-ից RK, ապա ես կարող եմ վերցնել այս երկու արտապատկերումների համադրույթը։ Կարող եմ վերցնել B համադրույթ A-ն, որը կլինի արդեն գծային արտապատկերում RM-ից RK, և եթե ես ուզում եմ հաշվել այս նոր արտապատկերման մատրիցը, ապա պարզապես պետք է վերցնել B մատրիցը և բազմապատկել A մատրիցով։ Ստուգենք, որ ստեղ չափսերը մատրիցների բազմապատկումը ուսով եմ բոլորը ծանոթ եք մատրիցների բազմապատկման, ոնց են բազմապատկում երկու մատրիցներ, չէ՞։ Այսինքն ոչ թե տար առ տար ենք բազմապատկում, այլ ոնց որ բազմապատկում ենք։ Ուրեմն B մատրիցի չափը ինչ կլինի, ինքը կլինի K անգամ N, սա կլինի K անգամ N, A մատրիցի չափը կլինի N անգամ M։ Բազմապատկելու արդյունքում մենք ստանանք K M չափի մատրից, ոնց որ պետք է լինել, քանի որ մեր արտապատկերումը գործում է RK-ից RM, RM-ից RK, հետևաբար մատրիցի չափը լինում է K տող և M սյունյակ։ Շատ լավ, եկեք արագ հասկանանք, թե ինչի է, ոնց կարող ենք ես ապացուցենք, իրականում համարի ապացուցելու բան չկա։ Ապացույց։ Նախ ոնց ենք սահմանում երկու գծային արտապատկերումների գծային կոմբինացիան։ Ամենաբնական ձևով CA գումարած B-ն, եթե ուզում եմ կիրառել X վեկտորի վրա, ինչ պետք է անեմ, պետք է վերցնեմ C անգամ AX գումարած BX, այս սահմանման պարզապես։ Ակնհայտ է, որ N ինչ որ ստացվում է գծային է, ինչի, որովհետև եթե ես վերցնեմ օրինակ երկու վեկտորների գումար, CA գումարած B ու հաշվեմ X գումարած Y-ի վրա, ինչ կստացվի։ Ըստ սահմանման C անգամ A X գումարած Y գումարած B կիրառած X գումարած Y-ի վրա։ Բայց ինչ է նշանակում AX գումարած A X գումարած Y-ը, էլի այս սահմանման այս նշանակում է C անգամ AX գումարած AY և գումարած BX գումարած BY։ Հիմա A-երը և B-երը առանձնացնում եմ իրարից, C AX գումարած BX և գումարած C AY,
գումարած BY, բայց սրանցից յուրաքանչյուրը հենց CA գումարած B-ն է X-ի վրա, գումարած CA գումարած B-ն Y-ի վրա, այսինքն ես սկսեցի սրանից, ստացա նույն արտապատկերումը X-ի վրա, գումարած նույն արտապատկերումը Y-ի վրա, որը նշանակում է, որ ստացված արտապատկերումը RM-ից RM գծային է։ Հիմա ոնց են կառուցում այս մատրիցները, եթե ես ուզում եմ հաշվել CA գումարած B-ի մատրիցը, եկեք սրա տարել նշանակեմ DIJ։ Ոնց ենք սահմանում DIJ-ին, ըստ սահմանման ես պետք է վերցնեմ CA գումարած B-ն, հաշվեմ եժի վեկտորի վրա ու n ինչ որ ստացվում է վերլուծեմ f-ի բազիսում, այսինքն ես կլինի գումար DIJ f-ի, ին փոխվում է 1-ից n, բայց մյուս կողմից այս DIJ-ների սահմանումն է, բայց մյուս կողմից ես ունեմ, որ CA գումարած B եժին հավասար է CA եժի գումարած B եժի, իսկ սրա համար արդեն ես օգտագործում եմ A և B մատրիցների սահմանումը, ստացվում է C անգամ գումար AIJ F-ի, ին բնականաբար 1-ից n, գումարած գումար L-ի 1-ից n, BIJ F-ի, դնում եմ նույն գումարի տակ, ստացվում է գումար, ին հավասար է 1-ից n, CAIJ գումարած BIJ ու այս ամեն ինչը բազմապատկած F-ով։ Հիմա ինչ եմ նկատում, նկատում եմ, որ ես ստացա մի կողմից այս վեկտորը հավասար է D-ի անգամ F-ի, մյուս կողմից այս նույն վեկտորը հավասար է CAIJ BIJ անգամ F-ի, բայց վերլուծությունը տրված հենքում միակն է, հետևաբար այս երկու հավասարություններից ես միանգամից եզրակացնում եմ, որ DIJ-ին հավասար է CAIJ գումարած BIJ, այն ինչ որ ասված էր ստեղ, նոր արտապատկերման մատրիցը ստանալու համար վերցնում եմ A և B-ի մատրիցները ու վերցնում եմ նույն գծային կոմբինացիան։ Սրանով A-ի ապացույցն ավարտվում է, այս պստորեն A-ի ապացույցներ։ Եկեք արագ նայենք B-ի ապացույցը։ Ուրեմն հիմա պետք է ցույց տանք, որ երկու գծային արտապատկերումների համադրույթը նույնպես գծային է։ Եկեք ելի վերցնենք երկու վեկտոր X և Y-ը։ Լավ, այս անգամ եկեք ընդհանուր դեպք վերցնենք CX գումարած Y, հավասար է ըստ սահմանման B-ն պետք է հաշվեմ A CX գումարած Y-ի վրա, բայց անգծային է, այսինքն սա հավասար է B անգամ B-ն կիրառած CAX գումարած AY-ի վրա, օգտագործում եմ B-ի գծայնությունը, ստացվում է C B-ն կիրառած AX-ի վրա գումարած B-ն կիրառած AY-ի վրա, բայց BAX-ը այդ համադրույթն է կիրառած X-ի վրա, ստեղ էլ համադրույթը կիրառած է Y-ի վրա, այսինքն ստանում ենք հավասար է C B համադրույթ A կիրառած X-ի վրա գումարած B համադրույթ A կիրառած Y-ի վրա, այսինքն n ինչ որ ստացվեց նույնպես գծային արտապատկերում է, ինքը գործում է M-ից RK։ Արդյոք կան հարցեր այս քանի վերաբերյալ։ Լավ, եթե չկան, ուրեմն անցնենք առաջ, հիմա հասկանանք, թե ոնց են կառուցում B համադրույթ A-ի մատրիցը։ Ուրեմն հիշեցնեմ, որ ըստ սահմանման B համադրույթ A-ի մատրիցը կառուցելու համար ես պետք է վերցնեմ E-ին ու E-ին վերլուծեմ
արդեն RK-ի ընտրված բազիսում։ Եկեք RK-ի ընտրված բազիսը նշանակենք GL-ով։ L-ով, GL, L-ը փոխվում է 1-ից K։ Այսինքն ես սա պետք է գրեմ նորից մեր այս գործակիցները նշանակենք, ասենք DLG, L-ը փոխվում է 1-ից K, ուստեղ պետք է գրեմ GL վեկտորները։ Բայց մյուս կողմից ես գիտեմ, որ B համադրույթ A-ն իրարած եժի վրա, այդ նույնն է ինչ որ B-ն իրարեմ A եժի վրա։ A եժին ես կարող եմ արտահայտել A-ի համապատասխանող մատրիցի տարերով, կստացվի B-ն պետք է կիրառեմ գումար, ուրեմն մեր ինդեքսը in էր, in հավասար է 1-ից n, A-I G F-I։ Այս օգտագործում նորից B-ի գծայնությունը, այսինքն այս գործակիցները և գումարը B-ն կարող եմ մրցնել գործակիցների և գումարից հետո, այսինքն ստացվում է գումար, in հավասար է 1-ից n, A-I G և B-ն պետք է կիրառեմ F-I վրա։ Այս օգտագործում եմ B մատրիցի սահմանումը, ստացվում է գումար in հավասար է 1-ից n, A-I G, ըստ B մատրիցի սահմանման S հավասար է գումար L հավասար է 1-ից K, ու պետք է վերցնեմ B-L-I GL վեկտորը։ Փոխում եմ գումարման հեշտականությունը, այսինքն վերցնեմ գումար, քանի ես ուզում եմ ամեն ինչ արտահայտել GL-ով, գումար L հավասար է 1-ից K, եկեք գրեմ GL վեկտորը, հետո նոր գործակիցները գրեմ GL, ստացվում է գումար in հավասար է 1-ից n, B-L-I A-I-G, B-L-I A-I-G։ Այսինքն ստեղից մի անգամից եզրակացնում եմ, որ իմ DLG գործակիցը հավասար է գումար, այն ինչ որ գրված է ստեղ, քանի որ GL վեկտորը կար և նույն վեկտորը ստեղ է։ Ուրեմն DLG-ն հավասար է գումար, in հավասար է 1-ից n, B-L-I A-I-G։ Բայց այն ինչ որ ստացվում է հենց B անգամ A մատրիցի L-G տարն է։ Այսինքն ես ցույց տվեցի, որ B համադրույթ A գծային արտապատկերմանը համապատասխանող մատրիցի տարերը կարող եմ հաշվել այս երկու մատրիցները իրար բազմապատկելով։ Ինչերից տեղից է գալիս մատրիցների բազմապատկումը։ Այսինքն առաջի անգամ մատրիցների բազմապատկում տեսնելիս կարող ենք հարցակել, թե ինչի է ձևով բազմապատկվում, իրականում գալիս է ստեղից, որ գծային արտապատկերումները ներկայացվում են մատրիցների տեսքով, և եթե ես վերցնեմ երկու գծային արտապատկերումների համադրույթ, ապա համապատասխան մատրիցները բազմապատկվում են մեր իմացած ձևով։ Շատ լավ, հուսով եմ ստեղ ամեն ինչ պարզ է։ Իհարկե։ Ուրեմն, մինչև ստեղ պարզ է, ճիշտ է, մինչև այս գետը։ Հիմա BF-ին գրեցի GL-ի միջոցով, այսինքն ես գրեցի, որ BF-ին հավասար է BL-ի GL։ Հիմա փոխում եմ գումարելիների տեղերը, մենք գիտենք, որ գումարները կարելի է ինչ հերթականությամբ վերջավոր գումարները, ոնց ուզենան կարող ենք հաշվել, այսինքն սկզբից գրեցի ես BL-կան, սա է, հետո պետք է գրեմ գումարը ստի, այսինքն GL-ը կախված չի ից գրեցի դրսում, մնացած կախված են ից գրեցի գումարի տակ։
Ուրիշ հարցեր։ Շատ լավ։ Ուրեմն մենք հասկացանք, որ կա փոխ միարժեք։ Հա, այս պայծրությամբ իրականում մենք ապացուցել ենք, որ եթե ունենք գծային արտապատկերում RM-ից RN, ապա կարող ենք կառուցել համապատասխան մատրիցը, որը ես կնշանակեմ մատրիցների տարածությունը M n ստորակետ M, սեղան մի հատ R գրեմ, որ իմանանք, որ մատրիցի էլեմենտները իրական են։ Այսինքն ցանկացած գծային արտապատկերման ես համապատասխանության մեջ դրեցի մատրից։ Բայց ճիշտ է նաև հակառակ, որտեղ եթե ես ունեմ մատրից, ապա կարող եմ կառուցել գծային արտապատկերում։ Ոնց եմ կառուցում գծային արտապատկերումը։ Եթե ես ունեմ ինչ-որ մատրից, ասենք A գծիկով, որը ունի A EG տարերը, ապա պարզապես հայտարարում եմ, որ եթե ես A-ն կիրառեմ E G-ի վրա, ապա կստանամ հետևյալ վեկտորը in հավասար է 1-ից n A E G FI։ Իսկ եթե ես ունեմ արժեքները n-ի վեկտորների վրա, ունեմ արժեքը ցանկացած ուրիշ վեկտորի վրա, ոնց եմ ստանում։ Եթե ես ուզում եմ հաշվել a-ն x g EG վեկտորի վրա, g-ն հավասար է 1-ից m, ապա կիրառում եմ օգտագործելով գծայնությունը, կիրառում եմ յուրաքանչյուր n-ի յուրաքանչյուր վեկտորի վրա, այսինքն ստացվի գումար, եկեք մի անգամից պատասխանը, լավ, մանրամասը գրենք, գումար g-ն հավասար է 1-ից m xg եւ a EG-ի փոխարեն դնում եմ իր արժեքը, գումար in հավասար է 1-ից n a EG f-ի, կամ այս նույնը կարող եմ գրել հետևյալ ձևով, գումար in հավասար է 1-ից n, գումար g-ն հավասար է 1-ից m a EG xg, ու այս ամեն ինչը բազմապատկած f-ով։ Այսինքն ուրիշ կերպ ասած, եթե ես ուզում եմ հաշվել a-ի գործողությունը, այս դեպքում արդեն ինչ-որ x վեկտորի վրա, ապա պետք է անեմ հետևյալը։ Ուրեմն սա պետք է լինի տար rn-ից, այսինքն ես պետք է գրեմ իր n կոորդինատները։ Կոորդինատները գրված են ստեղ։ Գումար g-ն հավասար է 1-ից n a EG xg, ուստեղ in փոխվում է 1-ից մինչև n։ Ուրիշ կերպ ասած, եթե ես ուզում եմ հաշվել AX վեկտորը, ես պետք է գրեմ իմ մատրիցը A11 A1 M եւ այլն AN1 AN M եւ բազմապատկեմ X վեկտորը գրեմ սյունյակի տեսքով X1 XM ու անեմ սովորական բազմապատկում։ Հուսով եմ համոզեցի, որ ունենալ, երբ հենքերը արդեն ֆիքսած են, ունենալ գծային արտապատկերում RM-ից RM, այդ նույն բանն է, որ ունենալ ինչ-որ մատրից ու դիտարկել այս արտապատկերումը։ Այսինքն նրանք, ովքեր որ գծային հանրաշիվ անցել են, այս պետք է որ ծանոթ լինեն սրան, նրանք ովքեր չեն անցել, հուսով եմ ամեն ինչ պարզ է։ Շատ լավ, ուրեմն Այսինքն թվերներ եք, ուղղակի վեկտորներն եք, համարություն գծային արտապատկերումները։ Մի հատ նորից մի քիչ ավելի բարձր եթե հնարավոր է։ Այսինքն վեկտորներն եք, որոշի գծային արտապատկերումները։ Դե յուրաքանչյուր վեկտորին կարող ենք այո, համապատասխանության մեջ դրենք գծային արտապատկերում, այո, դա էլ կարող ենք ասել։ Այսինքն եթե ես նայում եմ վեկտոր բանով սյունյակով, ապա ինքը գնում է 1-ից rn։ Եթե ես նայում եմ վեկտոր որպես գիծ, այսինքն որպես տող, ապա ինքը գնում է rm-ից r։ Դրանք կվերադառնանք, եկեք մի փոքր մի քիչ էլ անենք, տեսնենք, որ իրականում կա
Եթե ես ուզում եմ նայել գծային արտապատկերումները R-ից R, ապա կա փոխմիարժեք համապատասխանություն վեկտորների եւ այդ տեսակ գծային արտապատկերումների միջեւ։ Արդեն իսկ ցույց ենք տվել, բայց մի քիչ ավելի մանրամասն կդիտարկենք։ Պատասխանելով հարցին, այո, վեկտորները կարող են դիտարկել որպես գծային արտապատկերումներ։ Բայց ինչպես արդեն ասել էի, որպեսզի միարժեք լինի, մենք պետք է նշենք, թե որ հենքում։ Եթե ես փոխեմ հենքը, նույն մատրիցին կհամապատասխանի ուրիշ գծային արտապատկերում։ Ուրիշ հարցեր։ Շատ լավ, ուրեմն եթե հարցեր չկան, հիմա հասնենք հաջորդ պահին, ուրեմն նորմեր։ Նորմ RM-ում։ Ուրեմն, ցանկացած գծային վերջավոր չափանի գծային տարածության վրա մենք կարող ենք սահմանել նորմ։ Ուրեմն ինչ է նշանակում նորմ։ Սահմանում ուրեմն կասենք որ n ֆունկցիան, որը RM-ը արտապատկերում է R պլյուսի վրա, այսինքն դրական թվերի բազմության վրա, նորմ է, եթե տեղի ունի հետևյալ 3 հատկությունները։ Ուրեմն առաջի հատկությունը nx-ը ցանկացած x-ի համար nx-ը հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ x-ը հավասար է 0-ի։ Երկրորդ հատկությունը համասեռությունն է, ուրեմն ցանկացած x-ի համար RM-ից եւ ցանկացած c իրական թվի համար, եթե ես հաշվում եմ c անգամ x-ի նորմը, ապա կարող եմ անել հետեւյալը. c-ի բացարձակ արժեք բազմապատկած x-ի նորմով։ Եվ վերջապես երրորդ հատկությունը, եռանկյան անհավասարությունը, ցանկացած x-y-ի համար RM-ից n x գումարած y-ը հավասար չի գերազանցում nx գումարած ny-ը։ Եթե ունեմ այս տեսակ ֆունկցիա, ապա կասենք, որ ունենք նորմ RM-ի վրա։ Ուրեմն շատ հաճախ նորմի համար կան առանձին նշանակումներ, այսինքն եթե n-ը նորմ է, շատ հաճախ ես կգրեմ պարզապես բացարձակ արժեք կամ երկու գծով բացարձակ արժեք։ Եկեք օրինակներ նայենք։ Նորմերից մեկին դուք արդեն ծանոթ եք։ Եթե ես վերցնեմ ցանկացած x-ի համար հետևյալ գումարը xg քառակուսի, g-ն հավասար է 1-ից m եւ վերցնեմ քառակուսի արմատ, ապա կստացվի նորմ։ Այսինքն ուրիշ կերպ ասած, այս n-ը, ինչ որ մենք առաջ նշանակում ենք dx x-ի հեռավորությունը 0 կետից։ Դուք ապացուցել եք, որ n ինչ որ ստացվում է ստեղ, ինքը հեռավորություն է, այսինքն բավարարում է 3 հատկությունների։ Հիմա եթե ունենք նորմ, ապա սահմանելով հեռավորությունը 0 կետից մենք ստանում ենք հեռավորություն։ Բայց այդ կարևոր չի, կարևորը այն է, որ այս արտահայտությունը սահմանում է նորմ ու n ինչ որ մենք ունեինք արդեն, տալիս է n ինչ որ մենք ունեինք արդեն հեռավորությունը x-ից 0 կետից մինչև x։ Ուրեմն այս նորմը մենք կասենք Էվկլիդեսյան նորմ RM-ի վրա,
Ինչով է առանձնանում այս նորմը։ Առանձնանում է նրանով, որ իրեն համապատասխանում է սկալար արտադրյալը, այսինքն x-ը հավասար է x սկալար արտադրյալ x-ի հետ 1/2 աստիճան, որտեղ x-ի եւ y-ի սկալար արտադրյալը ես սահմանում եմ հետևյալ ձևով xg yg g-ն հավասար է 1-ից m։ Ուրեմն RM-ի վրա կարելի է ներմուծել տարբեր սկալար արտադրյալներ։ Եթե չեք անցել սկալար արտադրյալի հասկացողություն, սարսափելի բան չկա, պարզապես ասենք, որ սա սկալար արտադրյալ է RM-ի վրա։ Ուրեմն որոնք են սկալար արտադրյալի հատկությունները։ Նախ ինքը գծային է իր արգումենտների նկատմամբ, այսինքն եթե ես վերցնում եմ ուրեմն նախ ունեմ սիմետրիկությունը ցանկացած XY-ի համար RM-ից, XY-ը հավասար է YX-ի, երկրորդ հատկությունը գծայնությունն է, ցանկացած XY-ի համար RM-ից եւ ցանկացած C-ի համար R-ից, ես ունեմ հետեւյալը, ցանկացած XY Z Եթե գումարում x վերցնում եմ x գումարած cy ու հաշվում եմ սկալար արտադրյալ z-ի հետ, ապա ստացվում է xz գումարած c անգամ yz։ Եվ վերջի հատկությունը, այսինքն սովորաբար այդ առաջինն են ասում, որ x-ի սկալար արտադրյալը x-ի հետ մեծ կամ հավասար է 0-ից եւ սկալար արտադրյալը հավասար է 0-ի, այն եւ միայն այն դեպքում, երբ x-ը հավասար է 0-ի։ Ուրեմն այս երեք հատկությունները այս ֆունկցիայի համար ակնհայտ են։ Որտեղ ակնհայտորեն ֆունկցիան սիմետրիկ է, յուրաքանչյուր արգումենտի նկատմամբ գծային, դե սիմետրիկությունից հետևում է, որ եթե առաջինի նկատմամբ գծային է, ապա երկրորդի նկատմամբ էլ կլինի գծային, եւ եթե վերցնում եմ նույն վեկտորը, ապա ստացվում է ոչ բացասական թիվ, ու ստացվում է 0 այն եւ միայն այն դեպքում, երբ բոլոր կոորդինատները 0 են։ Այսինքն այս երեք հատկությունները այս ֆունկցիայի համար ակնհայտ են։ Ես ունեմ երկու փոխանականի ֆունկցիա, այսինքն ոչ թե երկու փոխանակ, այլ երկու վեկտորի ֆունկցիա x եւ y, սահմանել եմ այս ֆունկցիան, սա սահմանում էր, ու նորմա RM-ում սահմանում եմ պարզապես քառակուսի արմատ սկալար արտադրյալից։ Եվ այս մտնում եմ, որ այն ինչ որ ստացվեց, բավարարում է այս երեք հատկություններին։ Ուրեմն այս երեք հատկություններից առաջինը ակնհայտ է, քանի որ այս նույն բանն է, ինչ որ ստեղ երրորդ հատկությունը։ Երկրորդն էլ է ակնհայտ, եթե բազմապատկել եմ x-ը բազմապատկում եմ ինչ որ c թվով, ապա նորմը բազմապատկում է c-ի բացարձակ արժեքով։ Մի քիչ ավելի քիչ ակնհայտ է այս երրորդ հատկությունը, որը դուք իրականում սրա համար ապացուցել եք։ Բայց եկեք տեսնենք, այսինքն չգիտեմ ինչ ապացուցեք տեսել, եկեք մի պարզ ապացույց նայենք, տարբեր ապացույցներ կարելի է առաջարկել, ուրեմն եռանկյան անհավասարության ապացույցը, ես գիտեմ, որ սկալար արտադրյալը ոչ բացասական է, հետեւաբար տեղին է հետեւյալը, եթե ես վերցնեմ ցանկացած xy վեկտոր RM-ից եւ ցանկացած t թիվ R-ից, ապա կարող եմ գրել, որ x գումարած ty-ի սկալար արտադրյալը իր հետ մեծ կամ հավասար է 0-ից։ Բայց ես ունեմ գծայնությունը,
Հետևաբար այս նույնն է, որ գրեմ հետևյալը։ Վերքեն, մենք ինչ ենք ապացուցում, մենք ապացուցում ենք եռանկյան անհավասարությունը։ Ուրեմն առաջի քայլը լավ, եկեք տեսնենք ինչ է ստացվում, հետո խոսենք։ Ուրեմն ստացվում է x անգամ x գումարած t անգամ yx գումարած t անգամ xy եւ գումարած t քառակուսի անգամ yy, սա մեծ կամ հավասար է 0-ից։ Ուրեմն ինչ է ստացվում։ Եկեք գրենք որպես եռանդամ, ստացվում է y անգամ t քառակուսի գումարած, քանի որ սիմետրիկ է, այս երկու անդամները կարող եմ դնել միասին, ստացվում է 2xy անգամ t եւ գումարած xx, ու այս ամեն ինչը մեծ կամ հավասար է 0-ից։ Ցանկացած t-ի համար։ Այսինքն ունեմ երկրորդ կարգի բազմանդամ, որը մեծ կամ հավասար է 0-ից ցանկացած իրական t-ի համար։ Հետևաբար դիսկրիմինանտը պետք է լինի 0-ից մեծ։ Չէ, դիսկրիմինանտը պետք է լինի 0-ից փոքր։ Արմատներ ունենալ չի կարող, ճիշտ է, եթե ես վերցնում եմ, ասենք, եթե մեծ կամ հավասար է 0-ից ցանկացած t-ի համար, այսինքն իրական արմատներ չունի բազմանդամը երկրորդ կարգի։ Հետևաբար դիսկրիմինանտը պետք է լինի 0-ից փոքր, հակառակ դեպքում իրական արմատ կունենար։ Գրում ենք դիսկրիմինանտը, այսինքն դիսկրիմինանտի քառորդը, d4-ը հավասար է xy քառակուսի հանած xx yy, ու այս պետք է լինի փոքր կամ հավասար 0-ից։ Հետևաբար ինչ ենք ստանում։ Ստանում ենք, որ x y-ի բացարձակ արժեքը չի գերազանցում x-ի նորմ անգամ y-ի նորմ։ Հիշեցնեմ, որ s ինչ որ գրված է ստեղ, ըստ սահմանման x-ի նորմի քառակուսին է ստեղել y-ի, այսինքն դեռ չգիտեմ, որ նորմ է, բայց հուսով եմ, որ նորմ է, հետևաբար անունը դնում եմ նորմ։ Այսինքն ստացանք այն, ինչ որ ասում են Կորշի-Շվարցի անհավասարություն։ Սա դες ծանոթ է դպրոցի մաթեմատիկայից, որ ասում են, որ եթե վերցնում ենք երկու վեկտորների սկալար արտադրյալ, ապա չի գերազանցում վեկտորների երկարության արտադրյալին։ Բազմաչափ դեպքում իրան ասում են Կորշի-Շվարցի անհավասարություն։ Հիմա տեսնենք ստեղից ոնց կարող ենք ստանալ եռանկյան անհավասարությունը։ Ուրեմն գրենք x գումարած y-ի, եկեք վերցնենք նորմի քառակուսին, s հավասար է x գումարած y, x գումարած y։ Նորից օգտագործում եմ գծայնությունը, ստացվում է նորմ x քառակուսի գումարած 2xy գումարած նորմ y քառակուսի։ Բայց օգտագործելով Կորշի-Շվարցի անհավասարությունը, ես կարող եմ գնահատել հետևյալ ձևով. նորմ x քառակուսի գումարած 2 անգամ նորմ x նորմ y գումարած y քառակուսի նորմ։ Այս էլ ինչ որ ստացվեց, ակնհայտորեն նորմ x գումարած նորմ y-ի քառակուսին է։ Այսինքն ստացա, որ x գումարած y-ի նորմը չի գերազանցում նորմ x գումարած նորմ y։ Այն ինչ որ պահանջվում էր։ Այո, լսում եմ։ Եթե դիսկրիմինանտը հաշվելուց որ դրել ենք x անգամ y-ի սկալար արտադրյալի քառակուսի, չէ՞, x-y-ի սկալար արտադրյալի քառակուսի։ Այո։ Մենք էդի հաստատ գիտենք, որ x անգամ y-ի նորմն է։ Չէ, մի րոպե, ո՞րն է x անգամ y-ի նորմը։ Ուրեմն մի հատ եկեք տեսնենք ինչի մասն ենք խոսում։ Որ այդ դիսկրիմինանտը հաշվելուց է։ Մի վարքյան, ուրեմն մենք ունենք սկալար արտադրյալ, որը տրված է s բանաձևով, եւ ըստ սահմանման
այս ձևով նշանակում ենք x-ի քառակուսի արմատը։ Հիմա նայում ենք ինչ որ գրված է ստեղ։ Մենք ունենք սրանք սկալար արտադրյալներ են, ճիշտ է։ Ցանկացած t-ի համար մեծ կամ հավասար է 0-ից, երբ որ դիսկրիմինանտը պետք է լինի 0-ից փոքր կամ հավասար։ Չէ, որովհետև եթե երկու արմատ ունենա, ապա ինչ որ մի տեղ էլ փոքր կլինի 0-ից։ Հիմա գրել եմ դիսկրիմինանտը։ Մի հատ կարող ես հարցը նորից ասել։ Հիմա մենք գրում ենք, չէ, x անգամ x-ը, որ սկալար։ Հետի գրում ենք x-ի նորմ։ Այո, պարզապես սահմանումն եմ ասում, որ x-ի նորմը, այսինքն նորմը սահմանել են որպես քառակուսի արմատ x անգամ x-ից։ Այդ դեպքում որ x անգամ y ունենք, x-ի y-ի սկալար արտադրյալը։ Դրա քառակուսին, որ գրեցի x անգամ y-ի նորմը։ Չէ, x անգամ y-ի նորմ չեմ գրել, ես բացարձակ արժեք եմ գրել այստեղ։ X անգամ y-ի նորմը ինչ է նշանակում, ես արդեն թիվ է, x անգամ y-ը այստեղ թիվ է։ Ես պարզապես գրել եմ, որ s փոքր է 0-ից, նշանակում է, որ սրա բացարձակ արժեքը փոքր է արտադրյալից։ Համաձայն եք սրա հետ։ Շատ լավ, այսինքն սրա համար մենք ապացուցեցինք, որ s նորմ է։ Այսինքն Էվկլիդեսյան նորմը, այսինքն ինչ որ անվանում ենք Էվկլիդեսյան նորմը, իրոք նորմ է։ Ուրեմն R-ին վրա կարելի է շատ ուրիշ նորմեր ներմուծել։ Մասնավորապես կարող ենք ներմուծել հետևյալ նորմերը։ 1 ինդեքսով x1-ը հավասար է գումար xg, g-ն հավասար է 1-ից m եւ x անսահմանությունը, որը հավասար է մաքսիմում xg, g-ն փոխվում է 1-ից m։ Ի տարբերություն s նորմի, որը առանց ինդեքսի էր, ի տարբերություն սրա, կարելի է ցույց տալ, որ սրանք սկալար արտադրյալով ծնված չեն։ Այսինքն մենք նախորդ կետում ցույց տվեցինք, իրականում մենք այստեղ ոչ մի ձևով չօգտագործեցինք սկալար արտադրյալի կոնկրետ տեսքը։ Մենք ասացինք, որ եթե ունենք ցանկացած ֆունկցիա, որը բավարարում է 3 հատկություններին, եւ եթե սահմանենք ֆունկցիա norm x s բանաձևով, ապա սա իրոք կլինի նորմ։ Բոլոր հատկությունները ակնհայտ էին բացի եռանկյան անհավասարությունից, որը հեշտությամբ ապահովեցինք։ Այսինքն այդ դեպքում մենք ասենք, որ նորմը ծնված է սկալար արտադրյալով։ Հիմա ի տարբերություն էս նորմի, որը Էվկլիդեսյան նորմի, որը ծնված է սկալար արտադրյալով, սրանք ծնված չեն սկալար արտադրյալով։ Այդ կարելի է ապահովել, բայց մենք դրա կարիքը չունենք այս պահին, դրա համար չենք ապացուցում։ Կա նաև շատ ուրիշ նորմեր։ Եթե վերցնենք օրինակ ցանկացած p թիվ 1-ից անսահմանություն, ապա կարող ենք սահմանել x-ն, որը հավասար է գումար, g-ն հավասար է 1-ից m, xg բացարձակ արժեքի p աստիճան եւ այս ամեն ինչի 1 p-րդ աստիճան։ Այս երկուսի համար նորմի հատկությունները համարյա ակնհայտ են, սրա համար մի քիչ ավելի պակաս ակնհայտ է, այսինքն մի քիչ պետք է չարչարվել սրա համար ապացուցելու համար, որովհետեւ դեպքերում մեծ է կարևոր չի, դրա համար չենք ապացուցում։ Հիմա երկու հատկություն։ Մեկը այն է, ինչ որ դուք հարցրեցիք, թե արդյոք վեկտորները կարելի է նայել որպես գծային արտապատկերումներ։ Ուրեմն, եթե մենք ունենք սկալար արտադրյալ, ի տարբերություն մատրիցների եւ գծային արտապատկերումների փոխմիարժեք համապատասխանության, որը կախված է հենքից, եթե ես ունեմ սկալար արտադրյալ, ապա կա փոխմիարժեք համապատասխանություն վեկտորների եւ սկալար գծային արտապատկերումների մեջ, որը արդեն կախված չի հենքից։ Ուրեմն ավելի կոնկրետ ճիշտ է հետեւյալը։ Այսինքն, լավ, եկեք ձևակերպեմ, հետո կտեսնենք ինչ է գրած։ Լեմ ասում է հետեւյալը, որ ցանկացած y-ի համար r-ից L-y-ը կիրառած x-ի վրա, որը ըստ սահմանման հավասար է x անգամ y, գծային արտապատկերում է։
պատկերում է R M-ից R։ Այս թողնի առաջի մասը։ Եվ երկրորդ մասը ասում է հետևյալը, որ ցանկացած L-ի համար, որը գծային արտապատկերում է RM-ից R, գոյություն ունի միակ Y վեկտորը RM-ից, այնպես որ ցանկացած X-ի համար RM-ից LX-ը հավասար է սկալար արտադրյալ X անգամ Y։ Ընդ որում, պաստորեն մի բան մոռացա ասել, ընդ որում եկեք գրեմ հետո կասեմ, այս L արտապատկերման նորմը հավասար է հենց Y-ի Էվկլիդեսյան նորմին։ Բայց դեռ L արտապատկերման նորմը ես դեռ չեմ ներմուծել, հիմա կանդրադառնանք դրան։ Ուրեմն սահմանում եթե ես ունեմ A գծային արտապատկերումը R M-ից Rn, ապա կարող եմ սահմանել հետևյալ մեծությունը։ Երկու գծիկով նորմ, որը ըստ սահմանման հավասար է սուպրեմում AX Rn տարածության մեջ, երբ X-ի նորմը Rm տարածության մեջ չի գերազանցում 1-ը։ Ուրեմն, ինչ նկատի ունեմ ես ամեն ինչով։ Ունեմ Rm և Rn տարածությունները։ Դրանցից յուրաքանչյուրում ֆիքսում եմ ինչ-որ նորմ։ Նշանակությունը չէ ինչ նորմ եմ ֆիքսել, ինչ-որ նորմ եմ ֆիքսում։ Այդ պահից սկսած, երբ երկու տարածությունում ես ունեմ նորմ, ես կարող եմ սահմանել գծային արտապատկերման նորմը։ Ոնց եմ անում։ Վերցնում եմ բոլոր nx վեկտորները, որոնց նորմը Rm-ում չի գերազանցում 1-ը, եւ նայում եմ համապատասխան տարերի նորմերը Rn-ում։ Վերցնում եմ դրանց սուպրեմումը, այն ինչ որ ստանում եմ, անվանում եմ A գծային արտապատկերման նորմ։ Ուրեմն այս սուպրեմումը միշտ վերջավոր է, ինչի, որովհետև միավոր գունդը, որը իրականում դեռ չենք ապացուցել, միավոր գունդը մենք կտեսնենք, որ ինքը կոմպակտ է։ Դե մենք ապացուցել ենք Էվկլիդեսյան նորմի համար։ Էվկլիդեսյան նորմի համար մենք իրոք ապացուցել ենք, որ ունենք միավոր գունդը ինքը փակ եւ սահմանափակ բազմություն է, հետեւաբար կոմպակտ է, հետեւաբար ցանկացած անընդհատ ֆունկցիա սահմանափակ է դրա վրա եւ հետեւաբար I-ի նորմը վերջավոր է։ Ուրեմն այս պայդրությամբ այս լեմի մեջ մեզ պետք է իրականում միայն Էվկլիդեսյան նորմը, այսինքն ստեղ այս սահմանման մեջ մենք կվերցնենք, որ Rm-ում նորմը հենց Էվկլիդեսյան նորմն է եւ նույնն էլ Rn-ում։ Լեմը ասում է հետևյալը. եթե ես ունեմ ցանկացած Y վեկտոր, ապա կարող եմ սահմանել գծային արտապատկերում, պարզապես վերցնելով սկալար արտադրյալը։ Իրականում ստեղ սկալար արտադրյալ նշանակություն չունի, ինչ սկալար արտադրյալի սա ճիշտ կլինի, բայց մենք կապացուցենք միայն այս մեր մասնավոր ընտրության համար, եւ սկալար արտադրյալ տրված էր այս բանաձևով։ Երկրորդ մասը ասում է, որ ճիշտ է նաեւ հակառակը, եթե ես ունեմ գծային արտապատկերում, ապա կարող եմ կառուցել միակ Y վեկտորը այնպես, որ LX-ը տրված լինի սկալար արտադրյալով։ Այսինքն ուրիշ կերպ ասած, Rm-ից R բոլոր գծային արտապատկերումները տրվում են սկալար արտադրյալով, ուրիշ գծային արտապատկերում չկա։ Ընդ որում, այս L
գծային արտապատկերման նորմը, որը սահմանված էր այս բանաձևով, համընկնում է y վեկտորի էվկլիդեսյան նորմի հետ։ Արդյոք Լեմի ձևակերպում պարզ էր։ Շատ լավ, եթե պարզ էր, եկեք փորձենք ապացուցել, իրականում շատ պարզ է ապացույց։ Ուրեմն եկեք սկսենք A-ից օրինակ։ Ես ինչ եմ ուզում ցույց տալ, ուզում եմ ցույց տալ, որ Ly-ը գծային է։ Ուրեմն Ly-ը բնականաբար արտապատկերում է RM-ից R։ Ես ուզում եմ ցույց տալ, որ ինքը գծային է, եկեք վերցնենք Ly-ը հաշվենք Cx1 գումարած x2-ի վրա։ Ըստ սահմանման ինքը հավասար է Cx1 գումարած x2 սկալար արտադրյալ y-ի հետ, բայց սկալար արտադրյալը գծային ըստ իր արգումենտների, կստացվի c անգամ x1y գումարած x2y, իսկ ստեղ ինչ է գրած, ստեղ գրած է c անգամ ly x1 գումարած ly x2։ Այսինքն ես ցույց տվեցի, որ Ly-ը գծային արտապատկերում է։ Mēs սրանով այ ապացույցը ավարտվում է։ Եկեք նայենք B-ն։ Ուրեմն ցանկացած L-ի համար գոյություն ունի միակ Y-ը, որի համար L-ը կարելի է գրել սկալար արտադրյալ տեսքով։ Ուրեմն եթե նման բան գոյություն ունի, ապա ես կարող եմ գրել հետևյալը, որ L-ը հաշված գումար xg եժի վրա, g-ն հավասար է 1-ից m, հավասար է, քանի որ L-ը գծային է, ստացվում է գումար, g-ն հավասար է 1-ից m, xg L եժի։ L եժին հիշեցնեմ, ինքը պետք է լինի R-ից տար, քանի որ L-ը գործում է RM-ից R։ L-ը գործում էր RM-ից R։ Եթե նման, եթե իհարկե չկա, վերցնենք ցանկացած x վեկտոր, մենք իրան կարող ենք վերլուծել մեր ստանդարտ հենքում, քանի որ L-ը գծային է, ես պետք է հավասար լինի սրան։ Ուստի ես տեսնում եմ, որ եթե այս թվերը ես նշանակեմ YG-ով, ապա A ինչ որ ստացվեց, հավասար է x եւ y վեկտորների սկալար արտադրյալին, որտեղ y-ով ես նշանակել եմ այս կոորդինատներով վեկտորը, այսինքն y-ը հավասար է L-E1, L-E-M։ Այսինքն ես ցույց տվեցի, որ ցանկացած գծային արտապատկերման համար ես կարող եմ կառուցել այնպիսի y վեկտոր, որ գծային արտապատկերումը տրված լինի սկալար արտադրյալի տեսքով։ Դե ստեղից քիչ թե շատ միակությունը հետևում է, բայց կարող ենք ավելի ուղիղ ապացույց տալ, որ ինչի է միակը, որ եթե նենց ստացվի, որ Lx-ը հավասար է xy եւ միաժամանակ հավասար է x ու մի հատ ուրիշ y շտրիխ, ենթադրենք, ապա կարող ենք ասել, որ x անգամ y հանած y շտրիխը հավասար է 0-ի, որում սա ճիշտ է ցանկացած x-ի համար RM-ից։ Մասնավորապես ճիշտ է y հանած y շտրիխի համար, այսինքն վերցնեմ x հավասար է y հանած y շտրիխ, ու կստանամ, որ y հանած y շտրիխի նորմի քառակուսին հավասար է 0-ի, որտեղից պետք է կարող եմ եզրակացնել, որ y հանած y շտրիխ հավասար է 0-ի, այսինքն այս վեկտորները համընկնում են։ Եկեք մի հատ իմի բերենք, այս պայծրությամբ ցույց ենք տվել, որ ցանկացած y վեկտորին համապատասխանում է Ly գծային արտապատկերումը, RM-ից R, եւ հակառակը, եթե ունենք L գծային արտապատկերում, ապա իրան կարող ենք ներկայացնել սկալար արտադրյալի տեսքով։ Մնում է ապացուցել սա, որ L-ի նորմը, որը սահմանված էր այս բանաձևով, համընկնում է Y-ի էվկլիդեսյան նորմի հետ։ Եկեք տեսնենք ինչու։
Ուրեմն ես ունեմ L գծային արտապատկերումը, որը տրված է x անգամ y բանաձևով։ Ցանկացած x-ի համար RM-ից։ Հիմա սրա նորմը ըստ սահմանման հավասար է սուպրեմում, երբ x-ի Էվկլիդեսյան նորմը չի գերազանցում 1-ը, x անգամ y-ի նորմը պետք է վերցնեմ, բայց նորմը R-ում, Էվկլիդեսյան նորմը R-ում հենց բացարձակ արժեքն է։ Սրա համար ես ապահովել եմ Կոշի-Շվարցի անհավասարությունը, սա ավելի փոքր է, քան սուպրեմում, երբ x-ը չի գերազանցում 1-ը, x-ի նորմ անգամ y-ի նորմ։ Բայց սա չի գերազանցում 1-ը, նշանակում է n ինչ որ ստացվեց չի գերազանցում y-ի նորմը։ Այսինքն ես ցույց տվեցի, որ եթե l-ը տրվում է սկալար արտանետի տեսքով, ապա իր նորմը չի գերազանցում y-ի նորմը։ Մենք ցույց տանք հակառակ, որ l-ի նորմը իրականում հավասար y-ի նորմին։ Ուրեմն մյուս կողմից ես գիտեմ, որ l-ի նորմը հավասար է, մի հատ եկեք նորից էս գրենք, սուպրեմում xy, երբ x-ի նորմը չի գերազանցում 1-ը։ Ուրեմն հնարավոր է երկու դեպք, եթե y հավասար է 0-ի, ապա l-ը հավասար է 0-ի ու նորմերը 0 են։ Եկեք նայենք այդ դեպքը, երբ y հավասար չի 0-ի, երբ y հավասար չի 0-ի, ես կարող եմ ասել, որ սա ավելի մեծ է, x-ի փոխարեն վերցնում եմ y-ը բաժանած y-ի նորմ վեկտորը։ Երբ y-ը 0 չի, ես կարող եմ y-ը բաժանել իր նորմի վրա, այդ դեպքում նորմի հատկություններից կհետևի, որ x-ի նորմը հավասար է 1-ի, այսինքն S սուպրեմումին, S պայմանին բավարարող վեկտոր է, հետևաբար սուպրեմումը կլինի դրանից ոչ փոքր։ Ստացվում է y-ը բաժանած y-ի նորմի անգամ y։ Օգտագործում եմ գծայնությունը, ստացվում է 1 բաժանած y-ի նորմ y, բայց y հենց y-ի նորմի քառակուսին էր։ Y-ի քառակուսի բաժանած y, որը հենց տալիս է y։ Այսինքն մի կողմից ես ստացա, որ L-ը ավելի փոքր է, քան y-ի նորմը, մյուս կողմից L-ի նորմը ավելի մեծ է, քան y-ի նորմը։ Հետևաբար ունենք հավասարություն։ Այս երկուսից միանգամից ստանում ենք, որ L-ի նորմը հավասար է y-ի Էվկլիդեսյան նորմին։ Սրանով ապացույցն ավարտվում է։ Արդյոք կան հարցեր սրա մասին։ Շատ լավ, եթե չկան հարցեր, ուրեմն մի հատ եկեք մի բերենք ինչ արեցինք մինչև հիմա։ Մենք ներմուծեցինք նորմի հասկացողությունը RM-ում։ Տեսանք, որ RM-ում տարբեր նորմեր կարելի է ներմուծել։ Էվկլիդեսյան նորմը, 1 ինդեքսով նորմը, անսահմանություն ինդեքսով նորմը, եւ սրանք էլ են նորմեր, սրանց մասին շատ չխոսեցինք, բայց կարելի է ցույց տալ, որ սրանք էլ են նորմեր, ու հասկացանք, որ գծային արտապատկերումները կարելի է R-ից R գծային արտապատկերումները կարելի է ներկայացնել սկալար արտադրանքի տեսքով։ Ուրեմն հիմա մի փաստ կա, որը կարևոր է վերջավոր չափանի տարածությունների համար, որ բոլոր նորմերը համարժեք են վերջավոր չափանի տարածության մեջ։ Նախ ինչ է նշանակում համարժեք նորմ սահմանում։ Ուրեմն կասենք իհարկե դիցուկ եկեք sense նշանակենք 2 գծիկ 1 եւ 2 գծիկ 2-ը նորմեր են RM-ի վրա։ Ուրեմն կասենք, որ նրանք համարժեք են,
Եթե գոյություն ունի այնպիսի C թիվ, բեկանում կլինի մեծ 1-ից, այնպես որ ցանկացած x-ի համար RM-ից, եթե ես վերցնեմ x-ի առաջին նորմա, ապա այն կգնահատվի C անգամ x-ի երկրորդ նորմով և կգնահատվի C-1 x-ի երկրորդ նորմը։ Թվում է, թե սիմետրիկ չի հատկությունը, բայց իրականում սիմետրիկ է, քանի որ այս ինչ որ գրված է ստեղ, կարելի է գրել հետևյալ ձևով, որ x-ի առաջին նորմը չի գերազանցում C անգամ x-ի երկրորդ նորմ, այս աջ կողմի անհավասարություններ, և միաժամանակ ձախ կողմի անհավասարությունը x-ի երկրորդ նորմը չի գերազանցում C անգամ x-ի առաջին նորմը։ Այսինքն համարժեք լինելը սիմետրիկ հատկություն է։ Եկեք օրինակներ նայենք։ Օրինակներ։ Մի օրինակ լավ, մի օրինակ։ Ուրեմն RM-ի վրա մենք ներենք մուծել հետևյալ նորմերը, x p ինդեքսով նորմա, որը հավասար էր գումար xg p աստիճան և 1p երորդ։ G-ն հավասար է 1-ից m։ Ասենք x2-ը մեր էվկլիդեսյան նորմն էր, x2-ը հավասար էր մեր էվկլիդեսյան նորմի, ունենք նաև x անսահմանություն նորմը, որը մաքսիմումն էր, մաքսիմում xg։ Ես պնդում եմ, որ այս բոլոր նորմերը համարժեք են։ Այս նորմերը համարժեք են։ Ուրեմն ինչի են համարժեք։ Ուրեմն նախ նկատենք, որ եթե ունենք 3 նորմ, եթե առաջինը համարժեք է երկրորդին, և երկրորդը համարժեք է երրորդին, ապա առաջինը համարժեք է երրորդին։ Այսինքն համարժեքությունը իրոք համարժեքության հարաբերություն է։ Նրանց համար ովքեր գիտեն ինչ է նշանակում, բայց իրականում էս էլի ամենը։ Այսինքն, որպեսզի ցույց տանք, որ այս բոլոր նորմերը համարժեք են, բավական է ցույց տալ, որ բոլորը համարժեք են նրանցից մեկին։ Օրինակ, կարող ենք վերցնել անսահմանություն նորմա, այդ դեպքում կարող ենք ասել հետևյալը, որ x p-ն չի գերազանցում, այս յուրաքանչյուր xg-ն ես կարող եմ փոխարինել x անսահմանությունով, կստացվի գումար, g-ն հավասար է 1-ից m, x անսահմանության նորմի p աստիճան, և այս ամեն ինչը 1p երորդ։ Ու ես էլ չի գերազանցում, հիմա նույն թիվն է, կարող եմ հանել ընդհանուր, ստացվում է x-ի անսահմանություն, և ստացվում է m-ի 1p երորդ աստիճան։ Այսինքն ես ցույց տվեցի, որ x-ն չի գերազանցում ինչ-որ մի հատ թիվ անգամ x-ի անսահմանություն նորմ, և հակառակը, եթե ես վերցնեմ x-ի անսահմանություն նորմ, ապա ակնհայտորեն սա չի գերազանցում x-ն։ Որովհետև ունեմ սա։ Մասնավորապես, եթե ստեղ վերցնում եմ ամենամեծը, որը տալիս է x անսահմանություն նորմը, ստացվում է այդ ամենամեծի, եկեք լավ գրենք սենց, ուրեմն x ինչի էր սա ճիշտ, ուրեմն ստացվում է, ընտրենք x անսահմանությունը, ընտրենք թե x անսահմանությունը հավասար է հենց x1-ին, մաքսիմումը 1-ի վրա է, այդ դեպքում կարող եմ գրել, որ գումար xg p աստիճանը և 1p երորդ, այս ավելի մեծ է, քան x1-ի p աստիճան 1p երորդ, բայց ես էլ հենց ստացվեց x-ի
անսահմանություն նորմը։ Այսինքն ստեղ ցույց տվեցինք, որ բոլոր մեր սահմանած նորմերը միմյանց համարժեք են։ Ես կարող եմ ցանկացած երկուսը վերցնել ու կարողանամ գտնել C հաստատուն, նենց որ նրանցից յուրաքանչյուրը գնահատվում է մյուսը բազմապատկած C-ով։ Ուրեմն վերջավոր չափանի տարածությունների համար կարևոր հատկությունը այն է, որ իրականում բոլոր նորմերն են համարժեք։ Ավելի ճիշտ ունենք հետևյալ թեորեմը։ Ուրեմն ցանկացած երկու նորմ RM-ի վրա համարժեք են։ Ուրեմն այս թեորեմը եւս կոմպակտության եւս մի արտահայտություն է, որ վերջավոր չափանի տարածության մեջ գնդերը կոմպակտ են։ Հիմա եկեք ուրեմն ապացուցենք ես, տեսնենք ոնց է ստացվում։ Ուրեմն ապացույց։ Ուրեմն ես վերցրել եմ ցանկացած նորմ, ուրեմն բավական է ապացուցել, որ ցանկացած երկու գծիկ նորմ համարժեք է մեկ ինդեքսով նորմին։ Եթե ես ցույց տամ, որ ցանկացած նորմ համարժեք է մեկ ինդեքսով նորմին, ապա ես կապացուցեմ, որ բոլոր նորմերը իրենց համարժեք են։ Նույն ձևով, ինչ որ այս օրինակի մեջ։ Այսինքն, թողնում եմ ինքնուրույն համոզվել, որ սա ճիշտ է, համարյա համոզվելու բան չկա։ Սրանից ելնելով ես կարող եմ ասել, որ եթե ես ցույց տամ, որ ցանկացած նորմ համարժեք է առաջին նորմին, ապա կամ չէ, մի վերքեն ավելի լավ է անսահմանություն նորմին ավելի լավ է անենք։ Անսահմանություն նորմին։ Առաջինն էլ համարժեք են, գիտենք, որ դրանք համարժեք են։ Ուրեմն մի ուղղությամբ անհավասարությունը ակնհայտ է համարյա։ Եթե ես վերցնեմ x վեկտորը, ինքը հավասար է գումար xg եժին, g-ն հավասար է 1-ից n։ Այդ դեպքում x-ի նորմը չի գերազանցում գումար եռանկյան անհավասարությունից, ստանում եմ, որ չի գերազանցում գումար g-ն հավասար է 1-ից n xg եժի։ Սա ես օգտագործեցի, որ երկու գծիկով նորմը վարվում է եռանկյան անհավասարությանը։ Հիմա օգտագործում նորմերի համասեռությունը, S հավասար է գումար g-ն հավասար է 1-ից n xg բացարձակ արժեք անգամ եժի նորմ։ Բայց յուրաքանչյուր x-ին չի գերազանցում x անսահմանությունը, ստացվում է x անսահմանություն նորմ բազմապատկած եժիների նորմերի գումարը, g-ն հավասար է 1-ից m։ Բայց սա ինչ որ կոնկրետ թիվ է, եթե ես իրան նշանակեմ, ասենք c-ով, ապա կստանամ, որ ես չի գերազանցում c անգամ x-ի անսահմանություն նորմը։ Այսինքն ես ցույց տվեցի, որ ցանկացած նորմ չի գերազանցում c անգամ x-ի անսահմանություն նորմ։ Մյուս ուղղությամբ, այսինքն ստեղ կոմպակտությունը չի օգտագործվել, ստեղ օգտագործվել է պարզապես, որ ցանկացած վեկտոր կարելի է ներկայացնել n-ի վեկտորների գծային կոմբինացիայի տեսքով։
Հիմա եկեք ցույց տանք հակառակը, որ x անսահմանություն նորմն էլ կարելի է գնահատել ցանկացած նորմով։ Ուրեմն ենթադրում ենք, որ դա հնարավոր չի։ Ենթադրենք, թե x առանց x-y երկուգից անսահմանություն նորմը չի գնահատվում սրանով։ Այդ ինչ է նշանակում։ Գնահատվել նշանակում է, որ անսահմանությունը փոքր է c անգամ երկու գծիկ նորմից։ Եթե չի գնահատվում, ապա այդ նշանակում է հետևյալը, որ ցանկացած n-ի համար, ուրեմն ապա ցանկացած n-ի համար գոյություն ունի xn վեկտոր r-ից, այնպես որ xn-ի անսահմանություն նորմը ավելի մեծ է, քան թե n անգամ xn-ի երկու գծիկով նորմը։ Ճիշտ է, եթե ես չեմ կարող գնահատել անսահմանություն նորմը երկու գծիկով նորմով, ապա ինչ է նշանակում, որ ինչքան մեծ հաստատ ունել վերցնեմ, ինչ որ մի հատ վեկտոր կգտնվի, որը ավելի մեծ է, քան թե n անգամ x երկու գծիկով նորմը։ Ուրեմն նորմի համասեռություն, այս երկու նորմն էլ համասեռ են, ճիշտ է։ Հետևաբար ես կարող եմ բաժանել xn-ի անսահմանություն նորմով, այսինքն եթե ես xn-ը եկեք սենց անեմ, այստեղ դնեմ ավելի մեծ է, ստեղից մի անգամից ստանում եմ, որ xn-ը 0 չի։ Եթե ես xn-ի փոխարեն վերցնեմ xn բաժանած xn-ի անսահմանություն նորմ, ապա անհավասարությունը ճիշտ կլինի, քանի որ երկու նորմն էլ համասեռ են։ Առավելությունն է, որ այս դեպքում ստանում եմ վեկտոր, որի նորմը հավասար է 1-ի։ Սրա նորմը, անսահմանություն նորմը հավասար է 1-ի։ Ուրեմն կարող ենք ենթադրել, որ xn-ի անսահմանություն նորմը հավասար է 1-ի։ Արդյոք բոլորը համաձայն են սրա հետ։ Ես ունեի այս անհավասարությունը, հիմա ես ասում եմ, ստեղից անմիջապես հետևում է, որ xn-ի նորմը 0 չի։ Հետևաբար կարող եմ բաժանել xn-ը xn անսահմանություն նորմով։ Այսինքն երկու կողմը եթե ես բաժանեմ սրանով, ձախ կողմում կստանամ 1 կամ կստանամ xn-ի անսահմանություն նորմը, աջ կողմում կստանամ այս վեկտորը։ Այսինքն ես կարող եմ ենթադրել, որ այս անհավասարությունը տեղի ունի xn վեկտորների համար, որոնց անսահմանություն նորմը հավասար է 1-ի։ Հիմա, ուրեմն ինչ է նշանակում անսահմանություն նորմ, եկեք մի հատ գրենք, ուրեմն ունենք, որ xn-ի անսահմանություն նորմը հավասար է մաքսիմում ըստ g-ի xn-ի g-րդ կոորդինատի բացարձակ արժեք։ Այսինքն, եթե ես նորմը հավասար է 1-ի, ստեղից հետևում, որ ցանկացած g-ի համար 1-ից m և ցանկացած n-ի համար xn g-ն չի գերազանցում 1-ը։ Եթե xn-ի անսահմանություն նորմը չի գերազանցում 1-ի, ապա բոլոր կոորդինատները փոքր կամ հավասար են 1-ից։ Հետևաբար, Բոլցանո-Վեյերստրասի թեորեմի համաձայն, ես կարող եմ ընտրել այնպիսի nk ենթահաջորդականություն, որ ցանկացած g-ի համար 1-ից m x nk g-ն զուգամիտում է ինչ-որ մի թվի։
xg երբ կան ձգտում է անսահմանության։ Ուրեմն ունեի xnk վեկտորներ, xn վեկտորներ, նորմը չի գերազանցում 1-ը, ես կարող եմ ընտրել այնպիսի ենթահաջորդականություն, որ ստացված վեկտորների բոլոր կոորդինատները զուգամիտում են ինչ-որ xg։ Այսինքն ես ինչ ունեի, ես ունեի մաքսիմում x nk g 1-ից m, ես ունեի, որ սա հավասար է 1-ի, եթե ես վերցրեմ ինչ-որ թվերի մաքսիմում, ապա այդ անընդհատ ֆունկցիա է ըստ արգումենտի։ Հետևաբար կարող եմ ասել սահմանի, ստեղից միանգամից ստացվում է, որ մաքսիմում x g-ն նույնպես հավասար է 1-ի։ Այսինքն ուրիշ կերպ ասած, եթե ես վերցնում եմ անսահմանության նորմի համար միավոր սֆերան, ապա ինքը փակվածություն է։ Սֆերայի վրա գտնվող վեկտորները չեն կարող զուգամիտել մի վեկտորի, որի չի գտնվում սֆերայի վրա, այսինքն օգտագործեցի, որ սֆերան փակվածություն է։ Իրականում այս նախորդն էլ ասում էր, որ սֆերան նաև սահմանափակ է, հետևաբար փակ դնելուց հետևում է նաև որ կոմպակտ է, այսինքն ստեղ է օգտագործում սֆերայի կոմպակտությունը։ Շատ լավ, ուրեմն ինչ ունենք։ Ունենք xn վեկտորների հաջորդականություն, որոնցից ընտրեցի nk ենթահաջորդականություն, որոնք զուգամիտում են ինչ-որ x վեկտորի անսահմանության նորմով։ Այսինքն զուգամիտությունը նորմի ես չեմ դեռ ներմուծել, բայց ապահովության համար կարիք էլ չկա։ Զուգամիտում են յուրաքանչյուր կոորդինատ զուգամիտում է ինչ-որ xg եւ այս ստացված կոորդինատները, այսինքն ստացված վեկտորը բավարարում են այս անհավասարությանը։ Այսինքն x-ի անսահմանություն նորմը հավասար է 1-ի։ Որտեղ x-ը հենց բաղկացած էր x1 xn-ից։ Շատ լավ, այս պայծրությամբ ես օգտագործել եմ միայն սա, հիմա օգտագործենք սա։ Ուրեմն ինչ ունենք։ Ունենք, որ x nk անսահմանություն չկա, x nk-ն նորմը չի գերազանցում 1 բաժանած nk-ի։ Բայց այս ձգտում է 0-ի, երբ կան ձգտում է անսահմանության, այսինքն ինչ ստացա։ Մի կողմից ստացվեց, որ x nk-ն ձգտում է 0-ի, մյուս կողմից կարող եմ գրել հետևյալը, որ x nk հանած x վեկտորը, այս կառուցած վեկտորը, սրա նորմը չի գերազանցում, ես արդեն ապահովել եմ, որ երկու գծիկով նորմը կարելի է գնահատել անսահմանություն նորմով։ Այս չի գերազանցում c անգամ x nk մինուս x անսահմանություն նորմը։ Բայց x nk մինուս x-ը, քանի որ յուրաքանչյուր կոորդինատ ձգտում է, սա էլ է ձգտում 0-ի։ Սա էլ է ձգտում 0-ի, երբ կան ձգտում է անսահմանության։ Այսինքն մի կողմից ստացվեց, որ x nk-ի երկու նորմը ձգտում է 0-ի, մյուս կողմից ստացվեց, որ սա է ձգտում 0-ի։ Ես մտնում որ ստեղից ամիջապես ստանում ենք, որ x-ը պարզաբար է հավասար լինել 0-ի։
բայց մյուս կողմից x-ը x-ի 1 նորմը հավասար է 1-ի, հետևաբար ստանում ենք ակասություն։ Աստորեն ստեղ անբացայի ձև օգտագործեցինք սահմանի հասկացողությունը իրականում։ Իրականում ուրեմն եկեք մի լեմ գրեմ։ Ուրեմն եթե yn հաջորդականությունը այնպիսին է, որ y-ն հանած ինչ-որ մի y1 վեկտոր ձգտում է 0-ի և y-ն հանած y2 վեկտոր ձգտում է 0-ի, երբ n-ը ձգտում է անսահմանության, ապա y1-ը հավասար է y2-ի։ Իրականում սահմանի միակությունն է։ Եթե ունենք նորմ, կարող եմ նայել ըստ այդ նորմի զուգամիտություն ու լրիվ նույն ձևով ինչ-որ սահմանի համար ենք ցույց տալիս, կարող ենք ցույց տալ, որ սահմանը միակն է։ Եթե y-ն հանած y1-ը ձգտում է 0-ի, y-ն հանած y2-ը ձգտում է 0-ի, ապա y1-ը հավասար է y2-ի։ Ստեղ այդ նույն բանը ունենք, x մի կողմից ինքը ձգտում է 0-ի, մյուս կողմից հաջորդականությունը ձգտում է x-ի։ Հետևաբար x-ը հավասար է 0-ի։ Հուսով եմ բոլորին համոզեցի։ Այս լեմը թողնում եմ ձեզ ապահովելու համար, համարյա ոչ մի բան չկանելու համար, վերցնեք սովորական բանը, եթե y1 հավասար չէ y2-ի, y1 հավասար չէ y2-ի, ապա կարող ենք վերցնել երկու գունդ ամեն մեկի շուրջ, որոնք իրար հետ չեն հատվում։ Այդ դեպքում ինչ-որ մի պահից սկսած հաջորդականությունը պետք է լինի համ այս գնդի մեջ, համ մյուսի մեջ, դրանցից ստանում ենք ակասություն։ Դրանով ապացույցն ավարտվում է։ Եկեք մի հատ մի վերենք ինչ արեցինք։ Ուրեմն RM վեկտորական տարածության վրա ներմուծեցինք նորմեր։ Հիմնական արդյունքը ասում է, որ ցանկացած երկու նորմ RM-ի վրա համարժեք են։ Այդ ըստ էության միավոր գնդի կոմպակտությունն է։ Երբ ունենք նորմեր, մենք կարող ենք սահմանել գծային արտապատկերումների նորմ։ Ես պնդում եմ, որ այս արդյունքից, համարժեքությունից, հետևում եմ, որ գծային արտապատկերումների համար էլ բոլոր նորմերը համարժեք են։ Այսինքն, ինչ նորմ էլ վերցնենք RM-ում և RM-ում, գծային արտապատկերումների նորմերը, դրանց հետ կապված նորմերը կգնահատվեն մեկը մյուսով։ Այդ երկու ձևով այդ արդյունք կարելի է հասկանալ, մեկը պարզապես վերցնում ենք սահմանումը նորմերի և ցույց ենք տալիս, որ գնահատվում են, կամ կարող ենք ասել, որ գծային արտապատկերումների տարածություն նույնպես վերջավոր չափանի է։ Իրականում, ինձ թվում է նախորդ անգամ ասեցինք, որ չափողականությունը գծային արտապատկերումների RM-ից RM տարածությունը հավասար է m անգամ n։ Մատրիցները m-n չափի ունեն m անգամ n տար, և հետևաբար նրանց չափողականությունը հավասար է m անգամ n-ի։ Շատ լավ, ինձ թվում է այսօրվա համար այսքան, արդյոք ինչ-որ հարցեր կան։ Այո։ Նորմի համար միավոր սնարյալ Մի հատ նորից հարցի սկիզբը չլսեցի, ինչի համար։ Չոր նորմի համար որ միավոր սնարյալ Ուսի կա լինել։ Միավոր սֆերան որոշ նորմերի համար ուռուցիկ է, բայց մեծ մասամբ ոչ։ Օրինակ Էվկլիդյան նորմի համար
Սֆերան թե գունդը։ Գունդը։ Գունդը ուռուցիկ, գունդը միշտ է ուռուցիկ, որովհետև երանգյան անհավասարություն ունենք։ Եթե ես ունեմ ցանկացած նորմ, եթե վերցնում եմ XY կետեր, որոնք պատկանում են 0 կենտրոնով եւ 1 շարավորող գնդին, ապա TX գումարած 1 մինուս TY-ի նորմը կարող եմ գնահատել T անգամ X-ի նորմ գումարած 1 մինուս T անգամ Y-ի նորմ։ Սրանցից յուրաքանչյուրը չի գերազանցում 1-ը, հետեւաբար գումարը չի գերազանցի 1-ը, այսինքն ցանկացած գունդ անկախ նորմից ինքը ուռուցիկ է։ Բայց սֆերան, օրինակ Էվկլիդեսյան նորմի համար ոչ ուռուցիկ չի։ Իրականում ոչ մի Էվկլիդեսյան նորմի համար սֆերան ուռուցիկ չի լինի։ Բայց եթե վերցնեք օրինակ 1 նորմը, ապա սրա համար սֆերան ինչ կլինի։ Դժվար չի հասկանալու, որ սրա համար սֆերան կլինի հետևյալ քառակուսին։ Վերցնում ենք 1 կետերը առանցքների վրա 1 եւ -1։ Սֆերան կլինի դրանք միմյանց միացնող հատվածների միավորում։ Չնայած էլի ուռուցիկ չի լինում։ Յուրաքանչյուր բան է, այսինքն չէ, իրականում սխալ ասացի, սֆերան ոչ մի դեպքում ուռուցիկ չի։ Սֆերան չի կարող ուռուցիկ լինել, քանի որ սֆերային են պատկանում համ x-ը, համ -x-ը։ Իսկ սրանց եթե վերցնեմ սրանց միացնող հատվածը ինքը անպայմանորեն անցնում է 0-ով։ Հետևաբար սֆերան երբեք ուռուցիկ չի։ Այսինքն կարելի ասել, որ 0-ի հանդեպ սիմետրիկ կամ այկան ուռուցիկ գունդ համապատասխանում է ինչ-որ նորմ։ Ուռուցիկ երևի բազմություն, ուռուցիկ բազմություն համապատասխանում է ինչ-որ նորմի։ Ուրեմն եթե այսինքն վերցնում եք ինչ-որ ուռուցիկ բազմություն 0-ի հանդեպ սիմետրիկ, ուղղակի մենք արդյոք ֆիքսել ենք տոպոլոգիան RM-ում, թե ոչ, այսինքն ֆիքսել ենք հեռավորությունը, թե ոչ։ Որովհետև եթե 0-ն չի պատկանում, ասենք մենք կարող ենք վերցնել հետևյալը, չէ՞, ասենք կարող ենք վերցնենք 0-ի նկատմամբ սիմետրիկ եւ 0-ն պարունակող։ Ճիշտ է, ասենք R2-ում կարող ենք վերցնել սա օրինակ, կիսա գունդը։ Սա էլ է սիմետրիկ 0-ի նկատմամբ։ Չէ, մի րոպե, սա սիմետրիկ չի 0-ի նկատմամբ։ Չէ, ճիշտ է, եթե ունեմ սիմետրիկ բազմություն, ապա իրան համապատասխանում է նորմ։ Պարզապես սահմանում ասում եմ, որ եթե կան ուռուցիկ սիմետրիկ բազմություն է, ապա ասում եմ, որ սրան համապատասխանում է հետևյալ նորմը, x-ի նորմը հավասար է, նա պետք է հասկանալ ոնց գրենք, ուրեմն սուպրեմում n տերի համար վերավ ինֆիում գրեմ, ուրեմն ոնց ենք անում, այս մեր սիմետրիկ բազմությունն է, վերցնում եմ վեկտոր, ու ասում եմ իրա նորմը սահմանման n ամենափոքր թիվն է, որի վրա բաժանելուց հետո ինքը ընկնում է սֆերայի մեջ։ Ճիշտ է, այսինքն ստացվում է ինֆիմում n t մեծ է 0 թվերի համար, հենց որ t-1 x-ը պատկանում է k-ին։ Այսինքն եթե x-ը սրանից դուրս է, ապա ինչ որ թվի պետք է բաժանել, նորմը կլինի մեծ, եթե սրանից փոքր է, ապա եթե սրա մեջ է, ապա պետք է բազմապատկել ինչ որ 1-ից մեծ թվով։ Իրականում սա ունի նահանգ կոչվում է Միnkowski ֆունկցիոնալ ու իրոք ցանկացած բաց ուռուցիկ բազմության համար այս սահմանում է նորմ։
Ուրիշ հարց։ Ըհը։ Ասում եմ, Սիմետրիկությունը պետք է թե պետք չէ։ սիմետրիկությունը պետք է, որ 0-ի նկատմամբ սիմետրիկությունը, 0 կետի։ սիմետրիկությունը պետք է նախ 0-ի նկատմամբ սիմետրիկությունը պետք է որ x-ի նորմը հավասար լինի մինուս x-ի նորմին։ Հակառակ դեպքում չի լինի։ Ուռուցիկ, հա՞։ Մի հատ նորից։ Նորմը ես կապած հա։ Հիմա եթե ինչ-որ y վեկտոր եք վերցնում, Ըհը։ կարող նորմ սարքենք, չէ՞։ Ինչ է շարում y վեկտոր եք վերցնում նորմ սարքենք։ Այդ սկալար արտադրյալով նորմ է, չէ՞, առաջանում։ Մի վարքյան սկալար արտադրյալով նորմ։ Մի վարքյան, ստեղ նախ մի բան սխալ ասցի, մի րոպե, հա, այս ինչ որ ուզում էի ստեղ կառուցել, եթե վերցնում ենք այս տեսակ բազմություն, ասենք R2-ում ես վերցնում եմ պարզապես ինչ որ հատված 0-ով անցնող սիմետրիկ։ Այս սիմետրիկ է, ուռուցիկ է եւ պարունակում է 0-ն, այսինքն 0-ն բոլորովին պարունակում է, քանի որ սիմետրիկ է 0-ի նկատմամբ եւ ուռուցիկ է։ Բայց S չի լինի նորմ, որովհետեւ ինչ որ վեկտորների համար ոչ 0-ական այս տեսակ T պարզապես գոյություն չի ունենա։ Այսինքն պետք է x 0-ն լինի այդ բազմության ներքին կետ։ Համաձայն եք սրա հետ։ Եթե բազմության ներքին կետ չի, ապա այս հատկությունը տեղի չունի։ Կան x-եր, որոնց համար այս բանը երբեք տեղի չունի։ Եթե 0-ն այդ բազմության ներքին կետ է, ապա իրոք սա սահմանում է նորմ։ Հիմա վերադառնանք եւ մյուս հարցին, նոր որ հարց եք տալիս։ Իրականում վստահ չեմ, հարցը ճիշտ է, չէ՞, մենք հիմա ինչ նորմեր ենք անում սահմանեցինք, RN-ի որ ինչ-որ P-ով սահմանեցինք, որ այդ կոորդինատը P-աշտարը բարձրացնում այդ ընդհանուրի 1/3-ով։ Դե հիմնականում այդ սահմանեցինք, բայց այս մեր թեորեմը ասում է, որ բոլոր նորմերը համարժեք են։ Այսինքն այն ինչ վերաբերվում է տոպոլոգիային գծային արտապատկերումների տարածության մեջ հեռավորության, այսինքն, եթե ուզում ենք չափենք երկու արտապատկերումների միջև հեռավորությունը, այսինքն տարբերության նորմը, իրականում նշանակություն չունի ինչ նորմ վերցնենք, որտեղ բոլորը համարժեք են։ Բայց հեռավորությունը այս մետրիկան նույնը չի դեռ, չէ՞։ Այո, մետրիկան նույնը չի, բայց իրանք համարժեք են, այսինքն եթե մեզ հետաքրքրում է միայն զուգամիտությունը ըստ այդ նորմի, ապա կապ չունի թե ինչ նորմ վերցնենք, բոլորը համարժեք են։ Այսինքն կամայական երկու նորմի համար իրար հետ ոնց որ մեծ է անում, լավ հասկացա։ Կամայական երկու նորմի համար տեղի ունի այս երկու անհավասարությունը։ Սա։ Շատ լավ, ուրիշ հարցեր։ Լավ, եթե հարցեր չկան, ապա այսօր այսքանը, ուրեմն հաջորդ անգամ մենք սկսենք մի քանի փոփոխական ֆունկցիաների դիֆերենցիալի հասկացողությունը։ Մենք կհանդիպենք հինգշաբթի, ստեսություն բոլորին։